Եղեգնաձոր համայնքում Թումո տուփ կլինի, գործադիրի որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հողամաս կհատկացվի։ Հունիսի 20-ի կառավարության նիստում նախագծի մասին մանրամասներ ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Խոսքը վերաբերում է Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի Շահումյան 12 փողոցում գտնվող 7519 քառակուսիմետր մակերեսով հողամասից 625 քառակուսիմետր հողամաս հետ վերցնելու հողամասը սպային օգտագործում է Եղեգնաձորի վարժարան պոակը եւ տալու Սիմոնյան կրթական հիմնադրամին Թումո տուփի մեծ ծրագրի իրականացման համար շարժական Թումո կենտրոններ կառուցելու համար 5 տարի ժամկետ է։ Պիտի ասեմ, որ տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում, հավելել են նաև, որ ըստ անհրաժեշտության կառույցները ցանկացած պահի կարող են ապամոնտաժվել եւ տեղափոխվել։ Զեկուցվող հարցերից հաջորդը վերաբերում էր անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ եւ չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանը, եկամուտների ավելացմանը եւ զբաղվածության ապահովմանը։ Շահառուներին աշխատանքի տեղավորելու համար գործատուները կստանան աջակցություն հետեւյալ ոլորտներում. Քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն, մինչ համայնքային ներհամայնքային ճանապարհներ եւ այլն, սոցիալական եւ համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, այդ թվում կարող են լինել միայնակ տարեցների խնամքի կարիք ունեցող անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների մատուցումը, գյուղատնտեսություն եւ անտառային տնտեսություն, այդ թվում գյուղատնտեսական արտադրանք, մշակաբույսերի աճեցում, անտառապատման աշխատանքներ, խնամքի իրականացում կանաչապատման կանաչ տարածքների, մշակույթ եւ զբոսաշրջություն, այդ թվում հուշարձանների խնամք եւ այլն, կրթություն, այդ թվում ուսուցիչների օգնականների ուսումնական հաստատություններում տեխնիկական մասնագիտություն չպահանջող աշխատանքները։ Նշված ոլորտներում գործատուն կարող է ներկայացնել առաջարկ, եթե տվյալ բնագավառում գործունեություն է ծավալում առնվազն 3 տարի եւ ունի տարեկան առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունը սահմանվում է 3-ից 12 ամիս։ Այս գործատուներին պետությունը կաջակցի ամսական 21-օրյա աշխատանքի կտրվածքով 73000 դրամի չափով, քանի որ սահմանված է, որ եթե գործատուն մեր անապահով ճանաչված շահառուների հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, ապա մեկ մարդ օր աշխատանքի համար գործատուն կստանա 3500 դրամի չափով գումար։ Կառավարության որոշմամբ կձևավորվի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը։ Այս կերպ կառավարությունը կապահովի վարչատարածքային բարեփոխումների հետագա քայլերը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։ Նախատեսվում է միավորող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ։ Նախկինում Վաղարշապատը միավորված է եղել Էջմիածին քաղաքով եւ ընդամենը 1 գյուղական բնակավայրով։ Ժամանակը ցույց է տվել, որ այդպիսի փոքր միավորները արդյունավետ չեն կառավարման տեսանկյունից, որովհետև մեր նույն դոտացիոն համակարգերը նախատեսում են բազմաբնակավայր, ուրեմն համայնքներին ավելի մեծ հատկացումներ եւ այս ստեղծված իրավիճակով պայմանավորված մենք վերամիավորումներ ենք անում, իմիջիալոց վերամիավորման process-ը միայն այս դեպքով չի եւ առաջիկայում էլի այդպիսի արդեն միավորված համայնքներ կմիանան իրար։ Նոր ձևավորվող համայնքում ավականու ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16-ին։ Լիազորությունները ստանձնելուց հետո միայն կհաստատվի 2026 թվականի տարեկան բյուջեն։